Եվ ամուսնական զույգերում եւ ոչ ամուսնական զույգերում բազմաթիվ մարդիկ իրենց սեքսուալ հարաբերությունների մեջ կիրառում են օրալ անալ տիպի կոնտակտները, որը բոլորիս կողմից հայտնի են որպես ոչ տրադիցիոն սեքսի տարբերակներ, բայց հիմա ոչ տրադիցիոն ու ոչ տրադիցիոն ամեն դեպքում մարդիկ կիրառում են դա։ Չեմ եկել խոսելու երևույթի լավ կամ վատ լինելու, կարելի եւ չկարելի լինելու մասին, չնայած այդ հարցնել են շատ տալիս ինձ, ինչ եք կարծում որպես մասնագետ, կարելի է թե չէ, թույլատրելի է թե չէ, ցավը իմ պատասխանը մեկն է։ Եվ տարիներ ի վեր եղել է այդ մի պատասխանը եւ միշտ լինելու է դա, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր թույլատրելիության սահմանները։ Մենք մասնագետներս, սեքսոլոգներս չի որ պետքա որոշենք թույլատրելիության սահմանը։ Օրինակի համար, եթե տվյալ ամուսնական զույգը կիրառում է իր սեքսուալ հարաբերությունների մեջ օրալ կամ անալ կամ եւ նաեւ տիպի կոնտակտները եւ իրեն զգում է բավարարված եւ լավ, ես չի որ պետք է խոսեմ երևույթի վնասակարության մասին ու պնդեմ, որ այ դուք խնդիր ունեք մի զբաղվեք դրանով։ Իհարկե հարցը այսօր դրան չի վերաբերվում։ Հարցը վերաբերվում է օրալ տիպի կոնտակտներից ինֆեկցիաների ռիսկի հավանականությանը։ Հարցին միշտ ես պատասխանում եմ՝ այո, կա ռիսկ։ Բայց քանի որ մենք բժիշկներ ենք, ոչ թե մաթեմատիկոսներ կամ այլ մասնագետներ, ապա ռիսկը հավանականությունը ինչքան է տվերով հաշվարկել չենք կարող։ Կարող ենք խոսել ընդհանրապես աշխարհի մակարդակով, ինչ է կատարվում բժշկության մեջ այս մասով։ Այո, այսօր օրալ տիպի կոնտակտներով ինֆեկցիաների փոխանցման ռիսկը բավականին բարձր տոկոսների վրա է գտնվում, հատկապես խոսքը գնում է սիֆիլիսի, գոնորեայի եւ խլամիդիայի մասին։ Հաճախ պացիենտներից կարելի է լսել հետեւյալ նախադասությունը՝ վայ բժիշկ հնարավոր չէ որ Իրանից վարակվեի, ասում եմ, դե ատամները սպիտակ, ասում է վինիրները դրած 2 միլիոն երևի փող էր ծախսեմ, իհաց չէր ստուգվե։ Չէ, չի ստուգվե։ Ինչի համար պետքա ստուգվի։ Ինչի համար պետքա մարդիկ այսօր գանգատ ունեն, սկի չեն գնում բժշկի, գանգատ չունեցող մարդը ոնց կգնա։ Ասեմ ձեզ, որ օրալ հատվածում տեղակայված խլամիդիան, գոնորեան կամ սիֆիլիսը ցավոք սրտի չեն տալիս որևէ կլինիկական դրսևորումներ՝ ի տարբերություն սեռական օրգանների հատվածում եղած ինֆեկցիաների, որովհետև նշված հիվանդությունների առկայությունը սեռական օրգանների հատվածում առաջացնում է արտահայտված կլինիկական նշաններ, դուք ստիպված գնում եք բժշկի։ Օրալ հատվածում տեղակայված այդ ինֆեկցիաները վերոհիշյալ չեն առաջացնում կլինիկական նշաններ, մարդը չգիտի, որ ինքը հիվանդ է եւ անկախ իր կամքից պատճառ է դառնում բազմաթիվ տասնյակ մարդկանց վարակի փոխանցմանը։ Հետևեք ոչ միայն ձեր հիգիենային, այլ նաեւ ձեր առողջությանը եւ եթե ունենում եք նմանատիպ կապեր, անպայման ձեր բժշկին տեղյակ պահեք այդ մասին, որպեսզի մասնագետը կարողանա ճիշտ անատոմիական հատվածից վերցնի համապատասխան անալիզները։